Ժողովուրդյան ճանապարհեցի յուրերիս կեքսը շատ համեղ էր եղել։ Հիմա ես անցնեմ արդեն իմ կոմանդներին, պատվերներին։ Ուրեմն ասեմ ձեզ, որ ես այսօր աբսոլյուտ만 չեմ կարողացել կարդամ ձեր կոմենտներ եւ պատասխանեմ ներող եղեք, երեկոյան կպատասխանեմ։ Ցանկանում եմ, որ միշտ պատասխանեմ ձեզ, որովհետև դա իմ կողմից ոնց որ ձեզ շնորհակալություն է դեպի ձեզ։ Ասեմ ձեզ, որ նաև մի բան, որ ես հեսա շուտով արդեն այսօրվանից սկսում եմ իմ ամենաուժեղ աշխատանքային այդ օրերը։ Ես գիտեմ, որ շատերը կհասկանան, նրանք ովքեր աշխատում են, բավականին դժվար է, այո։ Բավականին դժվար է, տեսնենք հենց որ շալվարները, բավականին դժվար է կենտրոնանալ, աշխատել եւ դրա հետ մեկտեղ նաեւ Okay, c'est quoi ça? Save. Եվ դրա հետ մեկտեղ նաև աշխատել, ներող եղեք, ինչ-որ մի բան էի նայում։ Ես այնքան ուրախ եմ, որ իմ հավաքածուն ունի նաև XXL մոդելներ, որովհետև երբ որ դու նայում ես փոքր նիհարների վրա մոդելները, հնարավոր չի, որ դու բան անես ահուն ինչա, մտածես թե ոնց է քո վրա նստում, որ մի քիչ թմբլիկոտ ես լինում։ Դրա համար ես ուրախ եմ, այդ էի նայում, տեսա, որ բավականին շատ թմբլիկ մոդելներ ունենք եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Գնացինք Ալիսիա։ Դե իմ սիրելիներս, ձեր Անահիտը սկսեց աշխատանքը, ես կաշխատեմ ամեն անգամ բլոկ գցել, բայց դա կլինի երևի թե մի քիչ կարճոտ 38 Մեկ, ես մի հատ թուղթ վերցնեմ նշեմ, որովհետև այստեղ մի հատ կարևոր բան կա, որ չպիտի շփոթվեմ։ Դե ինչ սիրելիներս, ես անջատեմ ու կենտրոնանամ իմ գործին, չկարողացա նկարել, որովհետև ունեի մոռացա ամենայն ազնվությամբ, որովհետև եկան, դե հետո արդեն իրանք սկսում են փոխվել եւ այլն, իմ քիչ սիրուն չէր լինի, բայց խոստանում եմ, որ իմ հավաքածուի մեկ պրեզենտացիային ֆրանսերենով թեկուզ ես ցույց կտամ մոտավորապես, թե ոնց է կատարվում իմ աշխատանքի բնույթը, եթե աղջիկները համաձայնվեն։ Գնացինք։ Բարև ձեզ իմ լավ ժողովուրդ, ձեր Անահիտը շկան արդեն անցավ գործի օֆիցիալնի, պիտակները կպցրած է, ամեն ինչ տարված է, ես այսօր ունեմ պրեզենտացիա եւ արդեն ժամանակն է որ դուրս գամ, ասեմ ձեզ, որ բավականին զբաղված կլինեմ, սկսեց իմ մարտ ամիսը իմ ամենա, ինչ ասեմ, կարևոր ամիսներից է իմ աշխատանքի մեջ, Մարտի 8-ից ես պետք է աշխատել, բայց քանի որ մայրիկի տարեդարձ էր, հետաձգեցի, դա իմ ձեռն է, ես եմ կազմակերպում, այսօրվանից սկսում է եւ պրեզենտացիոն եմ եւ ունեմ տանը, քանի որ իմ ոնց որ բուտիկ լինի, այսինքն խանութը գալիս են նաեւ տուն, եւ ամենակարևորն ասեմ ձեզ սիրելիներս, որ ուզում եմ այսօր առավոտես բարի լույսին ցանկանալ ձեզ բարի օր, ցանկանում եմ ձեզ ամենալավը եւ ամենակարևորը սիրելիներս, սիրեք մեկդ մեկին, ինչ հարգեք մեկդ մեկին, անգամ եթե չեք սիրում, հարգեք իրենց ցանկությունը, հարգեք իրենց, ինչ ասեմ, մտածելակերպը եւ կտեսնեք, որ կյանքը շատ հեշտ կլինի։ Իսկ այսօր ձեր Անահիտը ինչ է հագել է ջինսից տաբար, սև բաճկոն եւ սպիտակ վերնաշապիկ, սա իմ լուքն է այսօրվա, արագ, որովհետեւ եղանակը ձգեց այսպես հագնել, տաք է այսօր դուրսը,
Ես հիմա դուրս եմ գալիս եւ արագացնեմ, որովհետեւ արդեն ուշանում կմիանամ մեքենայի մեջից։ Ժողովուրդ ջան, դուրս եկա եւ բավականին ուշացած արդեն։ Ես արդեն սկսել եմ օֆիցիալնի իմ աշխատանքը եւ հոգեպես պատրաստվում եմ, որովհետեւ իմ աշխատանքի բնույթը մի քիչ լավ էլ դժվար է։ Ես պետք է մտածեմ, թե ոնց, ինչ եւ այլն։ Այսօր երկու կին կան, ովքեր ցանկացել են, որ ես անձամբ որպես ներկայացուցիչ, որտեղ շատ ներկայացուցիչներ կան, ներկայացնեմ եւ իրենց օգնեմ ճիշտ հագնվելու, ասեմ ձեզ, որ գալիս են բավականին հեռվից։ Իրենց դվայորնի քրոջտունը խնդրեց այդ կինը, ես վաղուց էի արդեն պայմանավորվել իրենց հետ, որպեսզի այս օրը, հենց այս օրը եւ ճիշտ ասած մի քիչ դժվար է, որովհետեւ այն մի կնոջ մորֆոլոգիան տեսել եմ, բավականին դժվար մորֆոլոգիա ունի եւ ցանկանում է, որ իր ոճը փոխեմ։ Օգնեմ փոխվելու, էլի, իհարկե ինքը ոնց կուզի, ոնց կցանկանա, ես իմ խորհուրդս կտամ։ Չնայած գիտեմ, որ ոչ մի դժվար բան չկա, ուղղակի երբեմն նկարը քեզ խաբում է, երբ որ դու դիմացից մարդու տեսնում ես, եւ ամենակարևորը ես պետք է իր այդ մի քիչ զրույց տամ, խոսեմ, տեսնեմ, թե ինքը ինչ տիպի մարդ է։ Կան ամանչկոտ են լինում, նկարի հետևից չես տեսնում, որ ինքը ամանչկոտ, բարփակված, կամ որ ինքը բնավորությամբ խարակտերնի է, դա շատ կարևոր է հագնվելու, ճիշտ հագնվելու համար, բնավորությունը շատ կարևոր է, ասեմ ձեզ, յուրաքանչյուր ստիլիստ, ոճաբան, ինքը հագցնում է տվյալ անձնավորության ըստ իր բնավորության։ Դուք պատկերացնեք մի հատ ամանչկոտ մեկին զգեստ է տալիս, շրջազգեստ, մինչև հետույքի ներքևի մասը բաց մեջքի։ Ինքը չի հագնի։ Դրա համար պիտի խոսես, հետը տեսնես, ոնց է, ինչ է, իր բնավորությունը, իր կյանքը իմանաս, ինչ որ միտեղ տեսնես, ոնց է կարող այդ մարդը ինչ որ մեկին կորցրել է իր կյանքում եւ ինքը շատ դժվար է գույներ վերցնի, հագնի, հազար ու մի բան կա, էլի, ասեմ դες, որ սա մասնագիտություն է։ Ես չնայած չեմ ավարտել այս մասնագիտությամբ, բայց ես քանի որ սպորտսմեն եմ եղել, բնավորությունը սպորտսմենները ինձ թվում է ամեն ինչին էլ ընդունակ են, մանավանդ որ սպորտսմենը երբ որ ինքը պրոֆեսիոնալ սպորտի մեջ է լինում, բավականին բան կա իր վրա, ճնշում կա, որ պիտի դու լավ խաղաս, որ ժողովուրդը քեզանով է հպարտանում, որ դու պիտի չսայթաքես, եւ դա ինձ օգնեց, որպեսզի ես այս մասնագիտության մեջ լինեմ առաջիններից Ֆրանսիայի։ Բավականին երկար տարիներ ես առաջին 10-ի մեջ էի, բայց հետո կամաց հետ նահանջեցի, որովհետև արդեն տարիքն էլ իր գործն է անում եւ բավականին շատ խանգարեց նաեւ ինտերնետային են էժան սայթերը, որ մարդիկ տենց էժան գնում են, հետո հագնում են մի երկու օր հետո գցում են, բայց թանկից էժանը չկա, գնում ես մի բան եւ հագնում ես տարիներ։ Այս վերնաշապիկը ես արդեն երկրորդ տարին հագնում եմ, եթե չեմ սխալվում, սա կյանքում չի փչանա, սա մի հատ այնց բլազեր է, բաճկոն, որ ինքը մատերիալը ոչ կկոլկոտի, ոչ կփչանա, այսինքն բաներ կա, այսօր քրոջս աղջկան ասում եմ, ես արդեն քանի հատ 30 հաշվեցի 30 բաճկոն ունեմ, բայց բաճկոնների ուղիղ 20 հատը, երեխեք ջան, ասեմ ջինսից բաճկոններա տիպի, գալիս է բանից այդ արդեն 10 տարվա մեջ բաներ կան, որ ինքը ոչ մոդայից դուրս է գալիս եւ չել գա մոդայից, որովհետեւ շատ ջինսը միշտ էլ եղել է։ Մեր 70-ական թվականներից ես հիշում եմ, բոլորս էլ ունեցել ենք ուղղակի ջինսի կտրվածքներն է փոխվում։ Հիմա այս քանի ժամանակ լայն տաբատներն են շատ տրենդային, մի քանի տարի առաջ ինձ սպան էին, ես լայն տաբատ չէի հագնի։ Իմ ընկերուներից մեկը սիրում էր լայն տաբատ, նայում է ասում ինչ ես լայն հագնում, կլասիկա է բան, բայց իրոք այս լայն տաբատները փրկություն էր մեզ ազատ ենք ավելի զգում մեջը, բայց ինչ արած, երբ որ մոդան կգա ուրիշ, մի մոմենտ եղավ են նեղ սկինիներն էին, որ խայտարակություն էր։ Չնայած ես սկինի երբեք չեմ հագել, ես հագել եմ ավելի շատ նեղ ջինս, սովորական ջինս։ Գիտեմ շատերդ եք սիրում բնությունը, երեխեք այս կանանչը ուղղակի սենց հրաշք է այս կանանչը, մեր ճանապարհները բավականին ոլոր-մոլոր գնում ենք դեպի
կողքի քաղաքը։ Ամեն անգամ նայում եմ այս փոքրիկ ճանապարհները ու գնում եմ նոստալգիայի մեջ։ Ես այս քաղաք որ գնում եմ տեղի մարզիչն էի։ 5 տարի աշխատեցի մարզիչ։ Նախ ես խաղում էի ժամանակ եւ ձեր հետ էլ մարզիչ էի։ Խնդրեցին որ փոքր կադրերին սովորացնեմ բասկետբոլ։ Ասեմ ձեզ որ ինչու թողեցի ես բասկետբոլային այս կարիերան։ Նախ այդքան բարձր բան չկար այդ թիմերս այստեղ։ Ես հիմնական երեխաներին էի սովորեցնում եւ ես շատ ուրախ էի դրա համար, որովհետեւ երբ որ դու 0-ից սկսում ես, շատ հեշտ է, ամեն ինչը 0-ից որ մեկին վերցնում ես։ Գիտեք ինչ էի շատ չէի կարողանում ասել, չէի, որովհետեւ այնքան շնորհակալ էին ծնողները, այնքան գեղեցիկ բառեր էին ինձ ասում, այնքան գոհ էին։ Ես ունեցա նաեւ մի տղայի բերեցին իմ մոտ աղջիկների էի պարապում եւ տղաներն էի պարապում։ Ծնողները բժիշկներ էին, ասեց որ տղան աուտիստ է եւ ձերքերը թույլ է, բայց բավականին խելացի տղան աուտիստ էր եւ խելացի աուտիստները դրանց կարծեմ անուն ունեն, եթե չեմ սխալվում, աուտիստ ասպերժեն, կասեմ դες դա ինչա անունը, իրենք ամեն այդ օտիստները ամեն մեկը մի բանով, ասենք մեկը դաշնակ, ֆենոմենալ դաշնակահար է, մյուսը կարող է լինի մաթեմատիկոս, մյուսը քիմիկոս եւ այլն։ Ուղղակի այդ տղայի պրոբլեմը նա է, բավականին բարձրահասակ երեխա էր ու ինքը չէր կարողանում ձեռքերը լավ չէին աշխատում, բայց հետո մասնագետներն ասել են, որ իրեն պետք է տարվի բասկետբոլի, սպորտային ինչ-որ մի թիմ եւ հայրը իմացել էր, որ ես մի վարքյան, ես գիտեմ, որ տենց նկարում եմ, ձայնս հեռու է եւ հայրը իմանում է, որ Անահիտ ազգանունով գիտեին արդեն բոլորը այդ թիմի խաղացողը, ես վերցրել եմ այդ երեխաներին պարապացնում եմ, որպեսզի ֆորմատ ռեմոնտել, որտեղ սովորացնեմ։ Եկան մոտիկացան ինձ, բա մենք տղաներ սենց է, ինքը իր անկյունում է, ինքը ոչ մեկի հետ մի տղա ունեին։ Չի շփում եւ այլն, ասի պրոբլեմ չկա, մոտիկացա, ես ինքը վախենում էր, մոտիկացա, ասեցի ոչ մեկը չմոտիկանաք այդ երեխային, թողեք ինքը ինչ ուզում անի, գնդակը տվեցի, ասեցի ինչ ուզում ես արա։ Բայց մեկ գնում էի նայում, ասում էի գնդակը վերցրա, ու տենց ու ինքը գնդակը ես տալիս էի իր ձեռքը, ինքը ասում է հիմա դու ինձ, ոչ թե փոխանցա, այլ դու ինձ։ Հետո մնացածը սկսեցին բազել, ես իր կողքը կանգնած խոսում էի, ինքս էս նայում էր, չէր կարողանում խոսել, վերջը ինչ որ, խոսում էր, բայց անդադ շարժվում էր։ Կամած ես այդ երեխային սկսեցի սովորացնել մտցնել թիմի մեջ, այսինքն որպեսզի բանը ինքը սկսեր մերվել, չնայած չէր մերվում, ինքը իր աշխարհում էր, բայց գոնե պաս էր տալի, փոխանցում էր ու ստանում էր։ Ու բոլորին ասել է հանկարծ իրան ուժեղ չփոխանցեք։ Հետո ես սկսեցի նրանց առանձին, իր այդ առանձին փոխանցումներ էի անում, ասում է հիմա կանգնում ես օղակի տակ ու նետում ես անում, նետում էր, թեկուզ նետում էր ինքը իրան ծափահարում էր, բան ու ես ինչ ասեմ, շատ գալիս էի շոյում էի իրան։ Ժողովուրդ, ուրեմն հայրը որոշեց գա տղային։ Ես ինձ ասեցի դուք չգաք խառնվեք, կտեսնեք իրեն տարվա վերջում արդեն որ պրոգրեսիան։ Մայրը միշտ գալիս տանում էր, շատ ուրախ ինքը ինձ էս տեսություն էր ասում, ես սպասում եի բոլորը գնային։ Անցավ արդեն 7-8 ամիս հետո ես կազմակերպեցի փոքրիկ խաղ, որ ծնողները գային նայեն, ու իր ծնողներն եկան նստեցին եւ ինքը աղջիկների թիմում նույն տարիքի են, 13 տարեկան էին ոնց որ սկսեց վազել ու ինքը նետում արեց եւ նետումն ընկավ ժողովուրդ գնդակը չէր կարողանում բռնել ինքը այսինքն ինքը չէր կարողանում ինչ-որ մի բան ասեց կենտրոնանալ բռնել հայրը այդ քաղաքի բժիշկն էր թերապևտը մայրը արցունքները չէին կարողանում զսպեն արցունքները գիտեք դա իմ համար ինչ է դա իմ համար միլիոններ էին որ մոտիկացավ ասեց ես ուղղակի խոնարհվում եմ ձեր առաջ որ դուք այսքան քիչ ամսում իմ տղային սովորացրեցիք կիսվել իր ինչ որ մի բանում ինքը վերցնել եւ տալ այսինքն ինքը գնդակը վերցնում էր չէր տալիս ոչ մեկին եւ հետո ես իմացա որ այդ տղան հիմա շատ ուժեղ ինֆորմատիկայի ինչ ասեմ ֆենոմեն է եւ շատ պահանջարկով եւ բաներ հայտնաբերում հորինում ֆիզիկոս եւ այլն բայց էլի աուտիստ Դրա համար սիրելիներս, ես ձեզ մի բան պետք է ասեմ, ես այդ հաղորդումների շատ եմ նայում աուտիստների, օտիստ ենք մենք ասում, կան տարբեր տիպի, այո, շատ ժամանակ ծնողները երեխաներին դուրս են հանում, որ մտնեն միջավայր, դժվար է, բայց
բախտաբար դա մի բան է, որ տենց է բժիշկները չհասկացան, թե ինչն է դրա պատճառը։ Ժողովուրդ ճիշտ էի նայեցի, օտիստ ասպերժեր, ասպերժեր ա գրում։ Այդպիսի բաներ, ուզում էի ուղղակի ձեզ ասել, որ ճիշտ էի։ Ժողովուրդ ջան եկատուն, ամենց քաղցած է, նենց սոված է, ասեմ չես ասում քաղցած, ասա սոված էլի։ Շատ սոված է և ինչ պատրաստեցի, մտածեցի ինչ պատրաստեմ, քանի որ ամուսինս արդեն կերել էր, ես մի քիչ ուշացա, ուշ եկա, պատրաստեցի ձվածեղ, երեխեք մեր հայկական ձվածեղ, վայ, ինչ լավ, կուշլը է, տա կուշլը, իվարկե, ես մեր շատ կարևոր բան պետք է նայեմ, տեսնենք հլը, այստեղ չկա ոչի բան, մադը մարս, օբժեկտիվ, challenge, Вот это да! Это очень мне нравится. Ժողովուրդ ջան, ես մի բան կարդացի, որ ինձ շատ դուր եկավ և դա իմ հաճախորդների շատ դուր կգա։ Հիմա ինչ է անում ձեր Անահիտը։ Ձեր Անահիտը ավելի լավ է մի անգամից ես պատվերը տամ թվերով, ռեֆերանսներով։ Դե իմ սիրելիներս ես կենտրոնանամ, իմ աշխատանքը սկսեց, ներող եղեք, ձեզ շատ եմ սիրում, բայց պետք է կենտրոնանամ։ Գնացի։ Ժողովուրդ ջան, երկրորդ սմենը սկսեց, ուրեմն ձեր հետ խոսալով եկատում, արդեն քաղաքը, այդ քաղաքից դուրս էի գալիս, հասել էի համարյա կես ճանապարհին, այսինքն այն բաների մեջ, այդ բավարոդիկների մեջ, բնականաբար շտապում էի, որովհետև ճաշից հետո ունեի նաև պրեզենտացիայից հետո ուրիշ բաներ, հաճախորդներ, և ճանապարհի կեսին ինչ տեսնեմ, մնացել է 35 կիլոմետր ինձ բենզին։ Իսկ բենզինի 35 կիլոմետր, ես հետո դրանից հետո, այստեղից հետո ես ուր եմ գնալու չի երիկանի, դրա համար հիմա ես գնում եմ բան, միած սկզբից ես մեր, այ, տիտիկը գնում էր տակը, ուզում եմ գնամ ես մեր բանում, այդ գյուղում, հենց այդ գյուղը, որտեղ մենք բնակվում ենք, կա մի հատ գարաժ, այդ գարաժում իրանք հենց բենզինել են վաճառում և հիմնականում վաճառում են այս կողքի ժողովրդի համար, ովքեր որ բնակվում են այստեղ, հիմա ես գնամ լցնեմ, տեղում այնքան լավ է սենց, չեմ իշտում մեքենայից, դրա համար ինձ ավելի ոչինչ չեմ մոռացել, անընդհատ ուղեղիս մեջ Անահիտ ոչ հիմա չես մոռացել, սիրելիներս չմոռանաք դնել լայք, ամեն անգամ խոսալուց պիտի ասեմ, ես այսօր չեմ հասցրել անգամ մտնել տեսնել, թե կին էր վարորդը և մի հատ մեծ ֆուր էր քշում, մեծ տեղով, դե ինչ աներ խեղճ ենքան նեղա ճանապարհները, ուրեմն ես չեմ նայել անգամ, չեմ պատասխանել, ոմանց առավոտը պատասխանեցի, ես գիտեք ինչ սիրելիներս, ուզում եմ ձեզ մի բան ասել, եթե հանկարծակի մարդ է, չկարողանամ մեկ օր, երկու օր կամ կես-կես պատասխանեմ, հանկարծ չվիրավորվեք, որովհետև իմ աշխատանքային արդեն ամիսը սկսեց բուրըն մինչև մայիսի վերջ, այնպես որ կաշխատեմ իհարկե վլոգները, ձեզ առանց վլոգի չթողնեմ, չափի սահմաններում կաշխատեմ, զանգեցի սա գալիս է, ժողովուրդ ջան, մեր մոտ Ֆրանսիայում ես որ նոր է եկել, մենք քարտեր չունենք, քարտ, սա էր, չեկերն էին,
գրում ես չեկը, լրացնում, ստորագրում տալիս ենք, առևտուր անելուց, ամբողջ այդ կյանքդ այդ չեկերի վրա էր։ Հիմա այս կնոջ մոտ քարտ չկա, կամ պիտի չեկով տանք, կամ քաշ։ Եվ փողով էլի լիկիդով, բայ։ Voilà։ Վերջին անգամ եկել բենզին եմ լցրել իր մոտից, երբ որ մեր մոտ բաներ, երբ մենք ունեինք BMW-ներ։ Ուրեմն հիմա գրում ես քո քաղաքի տեղը, դատը, ժամկետը, այսօր ամսի քանիսն ենք 13-ը։ Salut, ça va? Oh bah oui. On va y revenir. Oui, là ça. Surtout, t'imagines, la semaine dernière, au vent, là, vous étiez... Nous, c'était là. Et il nous a cassé, tu sais, devant la porte, le truc, là. C'est catastrophique. Ah. Mes chaises qui s'envolaient, là, tu vois. Oui. Ah, nous, on avait... Tu vois, dans notre nouvelle maison, là-haut, on avait mis une table que les enfants nous avaient offert à Noël. Avec des plaques en verre dessus. Oui. Ça s'est passé dessous. C'est pas vrai. La maison, c'est à toi, hein? Eh oui. J'ai pensé que c'est à ton fils. Պարզվում է ոչ թե դա երիտասարդների տունն է, այլ հենց գարաժիստի տունն է։ Ես էլ ասում եմ երիտասարդ իրանք առել են կողքի շատոն, ամրոց չի, ոնց որ գիտեք ոնց է, ոնց որ դղյակ էլի հենա այնի է ոնց որ, հա։ Տղան էդ է գնել ու հիմա բան է անում, էդ ռեստավրացիա է անում։ Դե գիտեք ինչ երեխեք որ երիտասարդ եք ուզում, ես ասեմ ձեզ, ես մեծության հիվանդություն ունեմ, պիտի ամեն ինչ լայն ընդարձակ լինի։ Բայց ասեմ ձեզ, որ ինձ այդ ամրոցատիպի տներ դուր չի եկել, ես սիրում եմ մոդեռն, հեսա շուտով ընկերուհիս ուղղակի հիմա շատ զբաղված ենք, գնամ ես մի օր ընկերուհուս տուն, իրաց տունը կնկարեմ, կտեսնեք, շատ մոդեռն տուն է, ես այդ տիպի տներ եմ սիրում, իսկ հին քարի տները, եթե իմ սկեսարի տունը, որ Դավիթինն է այսօր, լիներ այդ բարձրունքի վրա, որ ես եմ ապրում, այսինքն փոստեղ չլիներ, փոստը որն է փոքրիկ այտենց գյուղատիպի բան, այ այս տիպի բաներ, մի վարկյան շուտ։ Բարև մամ ջան։ Բարև բանա, ճարավոտով, բարի լուսով, ու միշտ ցանկանում եմ իմ մեջ ասում եմ, Աստված թող իմ ժողովրդին երկար դարերի կյանք տա, թող խաղաղություն լինի աշխարհի, որ հասական արտանում ենք, ցանկանում են, որ այսօր օրը լավ անցնի, այո, առողջ ապրենք։ Մամ, ես լվացքը արեպրծել ես, ավարտել ես։ Շնորհացել եմ, հավաքել եմ։ Հա, տանես, հա, դուրսն ես դնում քո մոտ։ Այս շպիլկեկն էլ ես դուրսը դնում։ Հա։ Շպիլկաները դուրսն ես դնում։ Հա, այնտեղ։ Այն դարակը, հա։ Ամեն ինչ իր տեղն ունի։ Երեխեք տարելա դուրս գարշոկը։ Ինչ լավն է, մամ։ Վայ, մամ, անհամբեր սպասում ենք։ Հետակ փողը չբերեց էրջը։ Պիտի բերեր այսօր, ասեց առավոտը գնամ կառնեմ։ Երևի գնել առելա, գնացել է բանի այդ ներքև, չէ, իջնելու էր տան վրա Սերժ Դավիթի։ Հա, ասեց երկու բեշոկը կվերցնես։ Թող բերի լավ ծաղիկա, բերեր որ շատ բան անեմ։ Այդ մեկը սմոկը դնեմ, այն մի երեխեք այն մեր առաջվա ծաղիկն է Հակոբի բերած տեսակ, չէ։ Նենց ուրախացա։ Այն օր որ գնացիք ես ծաղիկ գնելու, նվեր, նայեցի ասեցի լի տեսնեմ այդ ծաղիկի, այդ ծառից չկա։ Ինքը տես Հակոբն ասում ուրիշ ծաղիկ կար, օրինակ ես աչքս մի հատ ծաղիկ այլ մեր տերերներով է, բացված ու ինքը փարխատ լինի, շատ գեղեցիկ է, էլի պլանտ է։ Մամ մի հատ պլանտ տեսա այդ խանութում։ Ինքը ոնց որ բանզայելներ, բայց այտենց մեծ պատալոկին էր ոնց որ հասել։ Այսինքն է որ սենց իր այդ քոքը սենց գործած լիներ։ Հա, փաթաթվել է։ Փաթաթված, հա։ Դրանքը բայց ունես խնամք են պահում։ Հա, չէ, ցավը տան։ Էսի ջուր ես լսնում քո։ Ես հիմա դրա իստորիան ես այդանա լավ ուսումնասիրում թող կա։ Ես է կարամ ուսումնասիրեմ։ Ջոգում եք ժողովուրդ Դավիրա չի անում, մնինի Դավիրա։ Այդան հա շատ մզիկ։ Coucou, buongiorno, bonjour, բարև, здравствуйте։ Բարև դες սիրելիներս, բարև դες իմ լավ ժողովուրդ։ Ձեր Անահիտը մտան խոհանոց եւ գիտեք ամենակարևորը աշկի սևը իմ ներվերի վրա ազդում է։ Եվ ամենակարևորը այսօր Անահիտը նկատեց, որ այս շաբաթ կիրակին այսօր վաղը միսօր արդեն սկսել է իմ աշխատանքը, հնարավոր չի, բայց մի շաբաթվա մեջ պետք է մտնեմ խոհանոց մի հատ նորից դարակները ուղղակի փոշեկուլով մաքրեմ, դասավորեմ, դասավորակա, ուղղակի պիտի մաքրեմ, աչքիս մի 2-3 հատ բաներ անել, որը որ դուրս չեկավ, Ճիշտ ասած, մտածեցի ինչ պատրաստել 16-ից 20-ը մեր մոտ,
Եվ ես միսը դրել եմ վրա, ոստորի տակ դնեմ, արագի տակ, միս եմ խաշում, և ինչպես բոլորը գիտեք, մենք ունենք նրանք ովքեր նոր եմ միացել իմ ալիքին, իմ ամուսինը մշակում է բավականին մեծ մեր համար բանջարանոց, որ չգիտեմ թե ինչու երկու հոգի ենք, մամանել երեք, Դավիթ է գնացել, չնացիրացել եք տալի, այդ որը Կարլային բավականին լոբի տնեցին դուս առացար, չէի մտածել, որ իրանք սիրում են, Դավիթը արդեն բանջարեղեն է ուտում և ես շատ ուրախ եմ դրա համար, մի վայրկյան սոխը բերեմ և գամ սիրելիներս։ Ուրեմն բացեցի սառցարանը և ինչ տեսնեմ, բավականին աղքատացել եմ ամեն մի մսերենի հետ և ուրախ եմ դրա համար, որ երբ որ իմ մոտ ամեն ինչը ավարտվում է, նշանակում որ շարժում կա, բայց բավականին երկար ժամանակը ես միշտ չէի գնել։ Հիմա ինչ անում ձերանային, որ գտա ես, որ մենք Ամրանը Սերժը եղինջ էր բերել, ես եղինջ եմ դրել սառցարանը, պատրաստեմ եղինջով ապուր։ Հիմա մտածում եմ, թե եղինջով ապուրը ոնց անեմ, կրեմային ապուր անեմ, թե մեր հայկականի նման, այսինքն բրնձով, կարտոֆիլով ապուր։ Ինչ խորհուրդ եք տալիս սիրելիներս, հիմա դերս գիտեմ, որ բոլոր ասում եք, անա ինչ է սենց արա, չեմ լսում դες։ Եվ գտա և իմ մեր բանջարանոցի, սա մեր բանջարանոցի կողքերն է, որ փողոցի եղինջները վտանգավոր են։ Սերժն է հավաքում, ես եղինջը կպամ, ամբողջ վրաս ալերգիա տալիս։ Եվ մարդիկ հիմա կնայինք ասեն, անա այդ ես ինչ դեր ես կարտոֆիլը մաքրում, ես սիրում եմ դանակով, իմ սիրելի հետևորդուս ուղարկած դանակն է, որովհետև վրայի այս կարտոֆիլը մաքրելուց մի վախեցեք, որ շատ եք մաքրում, մանավանդ սա մեր բանջարանոցինը չի, մի վայրկյան երեխեքյան ինձ լիվրեզում եկա։ Կարտոֆիլը մաքրելուց պատվերներս եկավ սիրելիներս, մի վախեցեք, որ կարտոֆիլի վրայի կեղևը շատ խորն եք մաքրում, որովհետև բոլոր բանջարեղենները, որոնք օրգանիկ չեն, բիոլոգիկ չեն, իրանց վրա կա պեստիսիդ, իսկ դա լրիվ թույն է։ Ես տեսել եմ մեր հայ բլոգերներ կային, որոնք որ կարտոֆիլ ասեք մաքրում են, բան կողքից այդ աղջիկներն ասում են, հեի քաղաքը ձիկի անեք, բանը անում ինչա, լավ չես մաքրում, շատ խորն ես մաքրում, մարդիկ իրանք ձևը գիտեն սիրելիները։ Հա, ինչ եմ ուզում ձեզ ասել։ Մաման մեկ ինձ ասում, տեսեք հասարակ բան, իմ մաման է, չի ասում, կարտոֆիլի կեսը կտրում ես։ Չպիտի դու խոսակ, ոչինչ, հիմա մեր մամաներն են, իրանք չեն կարողանում հասկանալ, թե իրանք այն պակալեիայի ժողովուրդ են, ովքեր ամեն ինչին ուշադիր են եղել եւ այլն։ Հիմա ես կարտոֆիլը դրել եմ, բայց երեխեք չգիտեմ, դա համար 4 կարտոֆիլ եմ բերել եւ եղինջ։ Երևի թե կրեմային ապուր անեմ սիրելիներ։ Ես քանի որ մեր բանջարանոցի բանջարեղենները ես ամբողջությամբ այն որ սիրում եմ, սառցարանը, աշխատում եմ սառցարանը դնել, որպեսզի ձմռանը օգտվեմ իսկական բանջարեղենից։ Ուրեմն ժողովուրդ ջան, միսը նորից դրեցի խաշվի, շատ լավ չէր եկվել, Սերժը սիրում է, որ լավ է եկվում, ես էլ չեմ սիրում, շատ պինդ է լինում։ Ուրեմն քանի որ թավաները բոլորը գտնվում էին մեքենայի մեջ, ես որոշեցի պատրաստեմ այս ալկլավի մեջ, ուրեմն ինչ արեցի, ես թվում է տեսնում եք, չէ? Այո, իհարկե տեսնում եք, էլի ծնգած երեխեք մի վայրկյան մատ։
Ուրեմն ինչ արեց ձեր Անահիտը, ունեի սմբուկներ, արդեն բանի մեջ այդ ջերոցի մեջ խորոված վիճակում, սոխարածը հենց իր մեջ արեցի սոխարածը, լցրեցի այս բանը պղպեղի բանը, պաստան եւ որովհետեւ կծույություն ունի մի քիչ, ինչպես բոլորը արդեն գիտեք, սմբուկը իմ սիրած բանջարեղենն է։ Նրանք ովքեր չեն իմանում սմբուկը ինչ է, դա բադրջան է։ Մենք այդ ժամանակը բադրջան ենք ասում, բայց հետո արդեն բոլորը ասում են սմբուկ։ Եվ սա ես հիմա փակեմ, մի քիչ ուժեղացնեմ եւ եփվեց իմ եղինջով աղուրը, ահա եղինջով աղուրը սիրելիներս, կրեմային եղինջով աղուրը, նա թամտեսն ոնց է աղը։ Ո լավ է, պնդություններ ալա, գնամ մամային հասցեն տեսն կուտի եղինջով աղուրը։ Je pense que c'est là où tu es, il n'y a pas de réseau. Mais si, maman, l'avant-hier, j'étais à Fauzen, il y avait 4 bars, 5. Mais ça n'a rien à voir, c'est un réseau si tu veux. Si tu m'appelles et tu appelles maman et que personne ne répond, ça ne vient pas de nous. Ça vient de toi parce qu'à la maison, on avait l'internet. On est à la maison, on serait dehors. Et tu ne devais pas aller acheter le terreau? Si, mais je demandais à... Comment il s'appelle? À Vincent, il m'a dit qu'il m'en donnerait 2 sacs. De terreau. Intérieur et pas extérieur. Ուրջան ապուրի եղինջի ապուրի գույնը այդքան էլ ցանկալի չի, բան չի, ախորժալի չի։ Արտակարգ երեխեք։ Ամուսինս Սերժը բանը հացը չորացնում է, որտեղ այդ հաց չոր հացով ավելի համեղ է լինում։ Շատ համեղ է, պատրաստեք։ 1 սոխ, 4 կարտոֆիլ, մի բուլյոն եթե ունեք, եթե չունեք ոչինչ, կարտոֆիլ արդեն որ խաշում վերջանում է, մի 10 րոպե եղինջն եք լցնում, սառացրած, ես սառացրել էի, հետո միքսերով, նախքան միքսերը 10 գրամ փոքրիկ կարակ, որտեղ եղինջը կարակ սիրում է, և 10 գրամից ոչ ավելի, և 2 հատ, 2 բան, պանրիկ, կարող եք դա մի գտանել թթվասել անել, պրոգրեմ չի, ու այդ ձեր միքսերով խաղում է։ Ուրեմն բռնելա երեխեք, ու ջուր կտորներ արել, դրել այդ բանի վրա, այդ տոստեղի մեջ ա դրել, չի կարող անում արել, այ ես մի ջուր կտորներ։ Ասում ինչ իդեա տղամարդու դրել բլոկը։ N'importe quoi։ Դե ինչ սիրելիներս։ Այ այդտենց ասում, տղամարդու և երեխային դիլ գործից և հետևից գնա նորից։ Դե ինչպես բարյախորժակ, մի քիչ զրուստ եմ ամուսնուս հետ, հետո արդեն մամային պետք է տանեմ, որ գնանք հող գնենք, je vais petite cache noire et dans le ժողովուրդ ջան, մի հատ բան պետք է ձեզ ասեմ, այսօր լրիվ ինձ բաց եմ թողել, որ ամառ բանջարանոցի բանջարեղենները դնում եք սարցարանը, այո, ամբողջ տարին մենք ունենք բանջարեղեն խանութ, բայց նույնը չի։ Համար խորհուրդ եմ տալիս, որ դուք այն անեք ամռանը և վայելեք ձմռանը։ Նրանք ովքեր այս վլոգը դիտում են երեկոյան, ներող եղեք։ Շատ համեղ ա եղել այդ բանի պղպեղի պաստայով ուղղակի C'est un peu plus aubergine. Aubergine. Այսքանով ավարտել եմ վլոգը, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ցանկանում եմ ձեզ ամենալավը և ամենակարևորը ժողովուրդ ջան, եղեք առողջ։ Դրանից ենկոն այս աշխարհում հարստություն չկա, ոչ մի հարստություն չի կարող ունել առողջությունը։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ինչպես ձեզ ասում, պակա, պակա։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ իմ վլոգը, հուսով եմ, որ ձեզ դուր եկավ, հուսով եմ, որ իմ վլոգները նայելով դուք ինչ-որ միտեղ թեթևանում եք և կտրվում ձեր առօրյայից, այո, ինչու չէ, յուրաքանչյուր մարդ ունի իր թերապիան, ինչպես շատերն են գրում, քո վլոգները Տանայիդ մեզ կտրում է մեր առօրյայից, նայեք այս հրաշալի բնությունը և պատկերացրեք, որ դուք եք իմ կողքին նստած
եւ միասին մենք ճանապարհ ենք դուրս եկել։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, սիրելիներս, ցանկանում եմ ձեզ առողջություն, ցանկանում եմ ձեզ ամենալավը, ինչ դուք ձեզ ինքներդ եք ցանկանում։ Համբուրում եմ ձեզ եւ սիրում եմ ձեզ շատ, որովհետեւ դուք էլ մեզ եք սիրում։ Եվ ինչպես միշտ ձեզ ասում՝ պակա, պակա։